Ողջույն բոլորին նոր վլոգի շրջանակներում, յուսիկներս դեռ չեմ քանդել, սուրճի ժամը, ամուսնուսը նստած ենք, սուրճ ենք խմում, կարելի ասել կեսօրը, այսօր պլանների մեջ կա գնալ Սուսիկենց տուն, բայց մինչև գնալը պլաններիս մեջ կա լվացքը գցել և նստել գոնե մի 40 րոպե թեզի վրա, որտեղ երեք գրեթե չեմ աշխատել ու դրանից ես ինձ հանգիստ չեմ զգում։ Ժամանակ ունենք այդքան, որ ես լավ պլաններ։ Ինչ ժամանակ, ես չգիտեմ, մինչև մեզ հավաքենք, հավաքվենք, արդեն ես մենք նոր ենք։ Դուրս գանք, ես դրսում ենք գործեր ունեմ, մի երկու անելու ան։ Մինչև այդ սաղ անենք, արդեն կստացվի, չգիտեմ ժամը քանիս է։ Այս փայտի բանից վրայից, տես ահագին լաքը դուրս է եկել, տխրում եմ, որպես կանոն շուտ լվանում չորացնում ենք, չենք թողում որ թա, բայց տենց այր։ Դան ամեն ինչի լաքն է, վաղ թե ուշ դուրս է։ Դաժեմ ես։ Դաժեմ է։ Նա խոսքով, դες բարի դիտում, ես էլ փորձեմ, մի հատ մոբիլիզացվում։ Օրենը դուրս եկավ երեխեք, պիտի գնար ՎՏԲ բանկի բանկոմատ, այդ բավականին հեռու է գտնվում, մինչև ինքը կգա, մենք չուզեցինք երեխեքի հետ էլի, տենց դուրս գանք, գնանք այդքան կրուգով բան անենք, պիտի հետ գա, քարտի մեջ գումար պիտի գցի, հետո White-Berries կգնանք, օй, ես ինչ անում իրան, թեզն եմ բացի, ասեցի քանի խորիկը ստեղ չի, մի քիչ աշխատեմ, օգտակար ժամանակը ստացեմ, Իդեպ կալոնգան կարելի է թեթևացնել, 60-ի վրա է ոնց որ, բայց կարելի է իջացնել 45, մեկա տանը չենք լինելու, այսօր ուշ երեկոյան նոր հետ կգան կարծում եմ, մեկ մտածում է ինչ չգնամ, շատ եմ ուզում գնամ, սիրում եմ որ հանդիպում ենք բան, բայց երեք որ չէի աշխատել թեզ վրա, մեկ ասեցի մենա տանը դու ինքնուրույն քո գործերը արա, ես ասեցի դե շաբաթի մի օրը չգնաս, հանդիպես, լիցքա թափվես Իդեպ վերջի պատվերս ժամացույցը հասել է, երեք ցույց էր տալիս, որ գրեթե հասնելու ճանա, Դավիթ, չենք գոռում, Դավիթ, մի խոսքով հասել է ժամացույց, հասել է նկարներ, որ պատվիրել եմ բանուցի համար, մնում է լավը լինի, որ վերցնի, եթե դեֆեկտ ունենա, չենք վերցնի, էլ ինչ է հասել, մի բան էլ եմ պատվիրել այդ տան համար, ոչ, եմ կողմիշեմ, Արտաշես և Դավիթ Մի բան էլ հասել է, հələ սպասեք նայեմ գամ Սպրոցը, որ խոհանոցի համար պատվիրել եմ, ինք շատ սիրուն սպրոց է ու հակաջուրային, այսինքն ջուրը, որ լցվում է վրան, չի ներծծում, հետևաբար նաև քիչ հավանականությունը ինչ-որ բաների, լաքաների Մի խոսքով, երեք պրոստը ձերքրիս բան եմ կսել, գիտեք, չէ, յուղ եմ կսել կուտիկուլայի, մի հատ յուղ եմ արել, այսաղ կրեմ ալեցվել, յուղ ու բան, երկու տակ լաք եմ կսել ուղակի, չգիտեմ, հիմա սենց գրեթե չեմ անում, որտեղ եղուններիս է թեթել դեղին երանգը դուրս չի գալիս, որ սենց բաց է լինում, բայց որոշեցի տենց անեմ, այսօր իրականում շաբաթ օրը ես դասի պիտի լինեի, ժեստում, բայց ինչ պատճառներով չգնացի Դրա համար սենց ամուշ գրաֆիկս փոխվել է էլի պլանավորածի պես Թեզիս առաջի գլխի, առաջի ենթագլուխը պրծել եմ, պիտի անցնեմ երկրորդին Ես ուզում եմ գոնե այս երկու օրը մի քիչ հարցնեմ, անեմ, որտեղ որ դասերը սկսի դժվար է լինի Երեխեք ջան, Արտաշես ջան Լավ էլի միշտ ասում ես դավոնա, մեծ տղա ես, խնդրեցի, որ խելոք նստեք, հեսա գնում ենք Մենք արդեն դրսում ենք, մի հատ քենձի ենք մտնում, հետո White-Berries ու հետո նոր Սուսիկենց տուն Երկու համով բան առնենք Ես խանութից դուրս եկա, որովհետև Դավի ու Արտաշեսի հետ դիսկամֆորտի մեջ եմ մնում Բայց ինչ պետք էր ընտրել եմ, խորենը վճարի գա Ես էլ ընտրեմ ու ծատամ Տնից վատնի դիսկ առել է, ատամ ասելով ֆրմա, լավ էլ մի Ես ալատամ Եղանակը այսօր շատ խառն է Արի Դավի չկանգնես այդ կալուտուսների վրա, վտանգավորը Գնանք White-Berries, տեսնենք լավ է եկել եմ, ինչ-որ պատվիրել եմ, թե ոչ, նոր անցնենք առաջ
Դա ուրախ ես, որ տատիկես տուն են գնալու։ Հա։ Մենք արդեն տանն ենք ու ինչպես խոստացել է, այն հավես գնումները, որ արել եմ, անպայման ուզում եմ ձեզ հետ միասին նայենք իրեն, հա։ Ես իհարկե այնտեղ էլ ստուգելիս նայել եմ արդեն եւ այլն, բայց ուզում եմ ձեզ մի հատ տենց փոքրիկ բան անել, unboxing։ Առաջի բանը, որ պատվել է ինձ համար, այսպիսի կրեմ для тела наедине с собой։ Այս ֆիրմայից առաջի անգամ եմ օգտվում, բայց շատ անուշ ա բունում ու ահա որ փափկացրել եմ աշկս, շատ հետաքրքիր առամատ ունի, կիսա վանիլ, կիսա փայտի, կիսա ինչ-որ սենց հետաքրքիր տաբակային հոտ ունի, ну, ինձ դուր եկավ, չգիտեմ, օգտագործման ընթացքում իհարկե ավելի պարզ հետո կասեմ իմ կարծիքը, բայց այսպես ինձ բավականին դուր ա եկել, չեմ հիշում ինչքան եմ վճարել, 2-քանից, ամենաշատը 3, բայց 3 չէր հասնում, ես այդպես եմ հիշում, բայց բավականին մեծ ֆլակոն ա ու շատ երկար ինձ թվում ա ինձ կծառայի, ինքը առանձին փակիչով էր եկել, իսկ ես դազատրը առանձին էր հետը, ես փոխեցի դրեցի դազատրը։ Իշն ասած պատվիրելիս ես մտածել էի, որ ինքը գիպսից է, բայց ու ծանր էի ավելի պատկացել, բայց ինքը եկավ շատ թեթև, այսպես պլաստիկ տարբերակով ու մի կողմից, հա, բայց ես հիմա խոսում եմ արևս, թողեք ես հանգիստ unboxing անեմ, լավ, պարզվեց, որ ինքը ստես թեթև, փուչ պլաստիկ է, բայց պատկերացրեք, որ դա շատ ավելի լավ, նախ այդ մեր պատերը մի քիչ սենց կարագի պես փափուկ են ու մեխը հաճախ սենց ծանրությունից կարա ճոճվի, թուլանա ընկնի, դրա համար շատ ավելի լավ է, որ այսպիսի թեթև տարբերակ է, 2 հատ այսպիսի դեկորա հետը գալիս եւ ժամացույցը, մի հատ նայեք ինչքան սիրուն ժամացույց է, ինձ դուր եկավ են, որ մեր նոր վերանորոգած խոհանոցում ինքը շատ սիրուն կնայվի, ասեք, չգիտեմ, ու այսպես գեղեցիկ պատի վրա այն կամարի հատվածում խոհանոցի իրեն կդնենք։ Հաջորդը պատվիրել եմ խոհանոցիս համար գեղեցիկ կտավներ խոհանոցային պրինտով, հիմա ցույց տամ։ 3 հատ են պատի վրա, տարբեր բարձրությունների վրա, իրենց այդպես գեղեցիկ դիզայնով կկախենք։ Ընտրել եմ այսպես նյուդ գույների մեջ, այսպես հանգիստ, թեմատիկա, ու այնպիսին եմ ընտրել, որ համ աշունը, համ ամառը, համ ձմեռը ինքը կարա նայվի, սենց ասեմ։ Այս մյուս տարբերակն է, ուղղակի ցելոֆանից վրա մի քիչ բլիկ է տալիս, հետո կկախեմ, ձեզ անպայման կախած տարբերակով ցույց կտամ, եւ երրորդը այսպես ռուլետիկի տակ դալեր, չգիտեմ, ինձ թվում է շատ գեղեցիկ են ու սենց աչք չհոգնածնող հանգստի մեջ, իրանք բավականին ուշ կնայվեն, հա, սպրոցը սպարվեց փոքր չափի ա եկել, բաց վրա տարեցինք, որովհետև 10,000 էր արժեքը, չէի ուզում բերեի, ու սենց կիսա ծածկելով բան, մտածեցի ավելի լավ է բաց վրա տանեմ այդ դեպքում, էլի, էդ էլ այդպես, մեկ էլ վայբեսից սենց հավեց բան ենք պատվել, ես ավելի շատ խորելն է պատվիրել, բայց կարծում եմ դեմ չի լինի, որ ցույց տամ, ինքը արգանայզեր է, գումարի օրգանիզացիայի համար, այստեղ ամեն բանում կան բյուջետի լիստ, կան ստիկերներ, որտեղ գրած են, մի քանիսը արդեն պոկել է խորենը, օրինակի համար, երջանկության համար գումար, հանգստի համար գումար, կոմունալների համար գումար, եւ այսպես ամեն բանում պակետիկի վրա գրում ես, թե այդ պակետիկի մեջ ինչի համար ես գումար առանձնացնում, բայց մի արա, այդ սննդային գնումներն են, հա լավ, այդ խմից ես համար եմ առել, ըմպելի յոգուրտ եմ առել, 2 հատ քեզ ու արծին, մի խոսքով, այստեղ որոշել ենք տենց օրգանիզացիա անենք գումարը, ինձ թվում է ավելի հավես կլինի, այդպես, հետո, մեկ էլ այսօր հանդիպեցի իմ հետևորդներից մեկի հետ, ողջույններս, գիտեմ, որ ինքը նայում է վլոգները, ինքը չրերի, այդպես ասած, գործով է զբաղվում ու ինձ իր չրերից ա ուղարկել, որպեսզի փորձարկեմ եւ նաեւ իմ կարծիքով կիսվեմ իմ հետևորդների հետ, շատ հավես կնի, որտեղ մարդ տեսակը իր ահավոր հավանեցի, իսկ եթե մարդը լավն է, ինչով է զբաղվում է, որպես կանոն էդ էլ է, էլի լավանում։ Այս էլ սննդային փոքրիկ առևտուր է, խորիկա երեխեք հետ դրսում մնաց, արագ մտա դուրս եկա։ Բանան, մանդարին, խնձոր, թաց անձեռոցիկ եմ վերցել, էսի սիրուն անձեռոցիկ է, խոր չեմ տեսել այդ չորը։ Թաց անձեռոցիկ, մի հատ չոր անձեռոցիկ եմ վերցրել։ Այս հացը սև հացը, երեկել էի առել, բայց առավոտը երեխեքա հագին կերել էին, չհասցրեցի սարքեմ, հացով ձվածեղի համար եմ վերցել թթվասեր, այս սիրում են երեխեքա, Արտաշեսի պատվին առել եմ պերի մեջ կանել, վաղուց
չի կերել, ինքը շատ է սիրում։ Սպագետի եւ մի քանի քաղցրավենիքներ էստեղ, որ սեղանին միշտ դնում ենք, այդպես լինի էլի։ Այսպես տարատեսակ մի քանի բաներ երեխեք ջան։ Всё, այսօր իմ ու Խորենի մոտ սյոմկայի օր է, բայց մինչև սյոմկան ուզում եմ Խորենի հետ փակցնենք այդ ինչ որ առել ենք, համ էլ ձեզ էլ ցույց կտամ, շատ հավես է ստացվել, վստահ եմ։ Առաջինը սկսում ենք ննջասենյակի բանից, այս խոհանոցի հին ժամացույցը որոշեցինք վերենք այստեղ։ Ուրիշ տուն։ Ուրիշ տուն, հա, ասում եմ նման է ուրիշ տուն։ Շատ սիրուն է այստեղ նայվում, պետք է կանա համեն, ընտիրը։ Գիշերն է վերջանում է, պետք է գնամ։ Ահա, հիմա գնանք խոհանոց։ Մի հատ նայեք ինչքան ույուտ փոխանցվեց խոհանոցին այս ժամացույցի շնորհիվ։ Ես կասեի, վաու, շատ է դուրս գալիս ոնց է նայվում, որոշեցինք, երեխեք էսին ձայներ եք հանում, տենց աբստրակտ մի քիչ կախել, ոչ թե իրար կողք, կարծում եմ տենց ավելի պուպուշիկ է նայվում, չգիտեմ։ I like it։ Իմն է գալիս, 8:30 էլի։ Հիմա տեսնենք, սա ինչ է։ Սա որ ճիշտ ասեմ, ուզում եմ այս հատվածում անենք, այստեղ ես ու Խորենը նաև ոդկասթներ ենք նկարում, ու հետևի ֆոնը մի քիչ կսիունացնենք, կարծում եմ։ Հիմա մի հատ կախենք, հասկանանք ինչ բարձրության վրա է պետք կախել, որ համ երեխեքի ձեռքը չհասնի, համ էլ կադրում երևա, շատ բարձր պետք չի էլի լինի։ Էլ մտածում էի, չգիտեմ, եթե տեսնեք, այս հատվածում առաջ ստեղ էի մտածում, որ նկարները կկախեն, բայց այս հատվածում այս բանը կախեցի, ինձ դուր է գալիս այս փոքրիկ չորելի ույուտ է հաղորդում, այստեղ ինձ թվում է հերիք է, ու դրա համար որոշեցի, որ այս հատվածում կանենք։ Հորենս Բաղումա դրեցի, նայեցինք, սենց գցեցինք, բռնեցինք ինչ հերթականությամբ անենք, կարծես թե գտանք, նայխոր էդ կուզեի, լավ, հա, հլե էդ տեղ կախի, տեղը հերթականությունը կարանք փոխենք, եթե չուզենք, կարևորը մի հատ սկզբնական տեսնենք, Ուղեղան, կարծես թե հա խորես, մյուսը, հա, մեջտեղը արի էդ կախենք, սենց, հա, մի քիչ իրան մոտիկ տալ, մի թեթև, չէ, մի քիչ ես կողմ, սենց, հա, այդ ձև կախ։ Երեխեք ջան, երկուսը կպցրեցինք, էս էլ երրորդը, ինձ թվում է շատ սիրուն է ստացվել, չգիտեմ, դուք ոնց թեք հա խորես մի քիչ, դեպի քեզ է թեք, հա, մի քիչ պետք է։ Կստեղատաններ ունի, պետք է ճիշտ մեջտեղի ատան։ Շատ սիրուն է, խոր, I like it։ Ասա ինչ ույուտ եկա։ Շատ սիրուն է։ Շատ, Չէ։ շատ։ Հաց չես ուզում դու Արտաշես։ Քանի որ քնի ժամի շատ չի մնացել, մի փոքր պիլիմեշկային ուտում, այնքան որ սոված չլինի։ Գնաց տատիկի տանը լավ կերել նոր ենք եկե, բայց դե անցել է մի քանի ժամ։ Տակա, մի փոքր սպասեք։ Դավս դիր սեղանին, մի փոքր սպասի, հեսա կուտես։ Դա քրտինքի մեջ կորել է դավը, գազա։ Да, Давид. Это смешно, Արտաշես, ով է իրան այս բառապաշարը սովորած։ Հետո ինչ որ դու համով մռութուն ես, դες լեկստվես ուրեմն։ Ինչ է դու։ Բայց քիա տամես ոնց որ բան կոժանի։ Չգիտեմ։ Գարը տակ բանան։ Բան էմալը ցկայունա։ Դավ տակ մի կես տամոքսիդ վնասը։ Հա։ Թող մի երկու վայրկյան Բույ հովանա։ բույ։ Այդ չրերը, որ ասում էի, երեխեք նոր փորձարկում էի անում, ինչ համովություններ էր ինձ ուղարկել, բա կառալոկի չիրը անմահական էր ուղղակի, թե ես թե Խորենը վաստորկի մեջ ենք։ Ընկերություն է։ Սուպեր։ Ամենակարևորը բնական է, էլի, առանց շաքար մաքարի։ Հետա գիշերային սյոմկան մեր ոնց սկսում։ Մինչև սյոմկա պատկրիպլյայս էլի։ Այս են զամանով է կտնեմ սեղանին, թող երեխեքներն ուզեն։ Օգտակար է։ Կոչեմ։ Կպցրել եմ մամանին։ Հատում։ Հարմար է էլի այս մատուցման տարբերակը։ Այսպես։
տա որ ընտիրություններ երեխեք ուղակի, բայց ինչ համով էր, հենց սպասեք։ Այս շատ համով էր միջուկը։ Պոպոկ հախարեմ։ Այս մոտ նոր օրա երեխեքի համար նախաճաշ եմ սարքել, խնդրեմ։ Կարմիր ափսեներ ուզում։ Մայքա չասեցի։ Հա, լավ, ոչինչ, սրանով կեր տարբերություն չկա։ Ձեռքով կուտեք, չէ՞ դե երևի տենց ավելի հարմար է։ Հա գտալով է, ճուպաթալով է։ Այ, Ինչ ես ասում։ ասա գտալով է, չի պատարակով է, չի։ Հա։ Բայց պատարակով ավելի հեզ չի։ Արտաշեսը լավ հազում է։ Հա։ Այսօր դոշապ եմ խմացնելու քեզ այդ բոբիկ մանգալու եւ հազարան։ Այս ճիով կխմեմ։ Ես խաղում եմ։ Լավ ջանես, չես կարող այդտեղ խմես։ Դոսապը։ Յոթը կալամ։ Ստած եմ թեզիս վրա, աշխատում եմ, զննում եմ, քննում եմ, կարդում եմ, ուսումնասիրում եմ։ Ձեռի հետ էլ մամայական բաներ եմ անում, մտածում եմ ինչ սարքեմ այսօր, երեխեքն են գնում գալիս խանգարում։ Короче, всё как всегда. Стараемся. Հա, դա։ Да, пытаемся. Պտայմս։ Օրը երկուշաբթի է։ Ու գիտեք ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ իմ մոտ սկսել են դասերը։ Այո, այո։ Ավարտվեցին իմ արձակուրդները ու սկսեց նոր կիսամյակ։ Նոր կիսամյակ, նոր փորձություններ, նոր առաջադրանքներ, նոր բարիերներ, որոնք պիտի հաղթահարենք։ Դասացուցակը նոր է, մի փոքր խառն է, բայց բավական մի շաբաթ գնանք ու արդեն կսովորեմ ընթացքին։ Ինչ է ուզում անել։ Նախ ասեմ, որ Արտաշեսին արտացա ճանապարհեցին լիքը գործարցրեցի անել, բաղնիկ զուգարան մաքրել, պրտել, դամեստս բանման, պասուդամոյ կազակրուսկա եմ արել, դավիս կերակրեցի, հիմա այնտեղ սնվում է երեխան, որպեսզի ինձ թույլ տա դասս պարապեմ, խորենից դիպված չլինեմ արտացնել, ինքը պիտի լինի կուշտ եւ ապահով։ Հիմա, քանի որ կես ժամ ունեմ, մտածում եմ կարդալ, ու ասեցի ձեզ հետ էլ կիսվեմ, թե ինչ եմ հիմա կարդում։ Միգուցե շատերիդ հետաքրքիր կլինի։ Մի անգամից 3 գիրք եմ կարդում։ Առաջին գիրքը, որ կարդում եմ, Օլիվեր Սաքսն է, գալյուցինացիաների մասին։ Այս գիրքը ես վերցրեցի իմ ռեֆերատներ գրելու շրջանում, որպեսզի Պարոն Սուքյասյանի առարկայի ռեֆերատը գրեմ ըստ արժանվույնս, հա, մանրամասն ուսումնասիրելով, բայց ուսումնասիրել եմ միայն այն թեման, որը իմ ռեֆերատումն էր, գալյուցինացիաները։ Այդ սկզբի հատվածը, որ ինձ պետք էր կլասիֆիկացիայի տակների։ Բայց այս գիրքը ինձ շատ էր դուր եկել, ես հիշում եմ իմ զգացողությունները, դա նոյեմբերն էր կարծեմ թե։ Ես հիշում եմ, որ ինքը շատ հավես է կարդացվում, հետաքրքիր է շատ, հետևաբար ես ուզում եմ իրեն ավարտել այստեղ։ Հաջորդ գիրքը, որը կարդում եմ, ամենահետաքրքիրը վերջին գիրքն է, դրա համար եմ իրականում այս ամեն ինչը սկսել, որպեսզի դες գրքի մասին պատմեմ։ Հաջորդ գիրքը էլի գալյուցինացիաների մասին եւ բրիդավոյի расстройство, էլի վերցրել եմ այս գիրքը, որպեսզի հիշում եք, դες ցույց եմ տվել մեջը կա հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց նկարներ եւ այլն։ Էլի վերցրել էի ռեֆերատի համար ու կարդացել էին հատվածը, որը ինձ պետք է ռեֆերատի համար, հա։ Հիմա հասել եմ դե ինձ գալյուցինացիաներն էր պետք։ Հիմա բրիդավոյի расстройствաներին եմ հասել։ Իրական բանավոր քննությանը բրիդավոյի расстройствաների թեման եւս լավ սովորել էի։ Հետևաբար այստեղ հիմա ինչը կարդում եմ, արդեն ինձ ծանոթ է, ուղղակի դրացուցիչ ամրապնդում եմ։ Համարյա կեսը անցել եմ, տեսնում եք։ Սա ուզում եմ վերջացնել, այսպես ասած ինքս ինձ հանձնում եմ իմ պարտքերը, որովհետև ինչի եմ դա անում։ Ես պլանավորում եմ կարդալ բազմաթիվ գրքեր тревожные расстройствաների մասին, потому что դա իմ թեզի թեմային է վերաբերում։ Ես ուզում եմ այդ թեմայով գրականություն ուսումնասիրել այս 2 տարում ու տարի ու կեսում, որ մինչև թեզը, հա, թեզի պաշտպանություն ուզում եմ այդ թեման ուղղությունով իմանալ, որպեսզի ես ինձ ապահով վստահ զգամ եւ իմ աշխատանքից էլ գոհ լինեմ։ Ու վերջին գիրքը, այս Ալեն Կարի գիրքը, որտեղից եմ вообще ես ծանոթացել Ալեն Կարի հետ։ Ալեն Կարը ունի մի հատ գիրք,
ճիշտ վերնագիր։ Лёгкий способ как бросить курить։ Այսինքն ինչ եմ ձգտում, ինչ որ այսպես մի բան է։ Վերնագիր։ Դա խորեններ կարդում, շատ շուտվանից այդ գիրք ունի, բայց ինքը վերջերս իրան միջով վերջ կարդաց, վերջերս ասած մի տարի առաջ։ Ու Ալեն Կարի այդ բանի հետ կապված խորենը կարծեմ իմացա, որ ինքը ունի նաև лёгкий способ избавиться от эмоционального переедания։ Ու ինձ համար գնեց այս գիրքը։ Ես Աշունը իրանց այս մի ծպլ կարդացի ու ստոպ տվեցի, տրամադրված չէի հոգեպես կարդալուն իրան, բայց հիմա ես իրեն շարունակում եմ, ուզում եմ ավարտել, այստեղ եմ հիմա։ Այս գիրքը իրականում Ջոն Դեյսին ա գրել, ինքը մարդա ով Ալեն Կարի մեթոդով եւս ազատվել այդ բանից, սննդային վարքի խանգարումներ իտակդալի, ու Ալեն Կարը, քանի որ արդեն մահացել է, ինքը այդ մեթոդը վերածել է այսպես գրքի, Ալեն Կարի, այսպես ասած, խոսքերից ելնելով մեթոդիկան, պրոստը հանձնել է գրքին, հա, սենց ասեմ։ Եվ մեկ էլ Անժելիկա Հյուստոն, sorry, ամերիկանская актриса и режиссер։ Հա, ինքն էլ է ոնց որ այսպես, կարոջի, ես հենց Ալեն Կարը չի գրել։ Ալեն Կար и Ջոն Դայսի, որտեղ ներսում իր մտքերն են Ալեն Կարի էլի։ Ու խոսքով, այս եմ կարդում, այս երեք գիրքը ուզում եմ, կարդում եմ հանգիստ, առանց ֆանատիզմի, առանց սենց վայարակ պիտի վերջացնեմ, ի՞նչ է, քանի որ Ադլերս բրծել մտածեցի, որ այս պարտքերս էլ պիտի ինքս ինձ հանձնեմ, որպեսզի նոր հանգիստ խղճով սկսեմ իմ տրիվոժնի расстройствաները ուսումնասիրել։ Տրիվոժնի расстройство, բավական ծավալուն, որը հետաքրքիր թեմա է, որը կարիք ունի էլի, տես լավ ուսումնասիրման։ Всё, դες անջատեմ, մոտ 25 րոպե ունեմ, մի քիչ բզբզեմ, բայց Ալեն Կարը նախընտրում եմ քնելուց առաջ կարդալ, ինքը հետաքրքիր պոզիտիվ նաստրոյ է տալիս։ Հիմա երևի թե կկարդամ այսա։ Սա ուզում եմ մի հատ ավարտել այս օրեքուց էլի։ Всё։ Դավից հետ դուրս ենք եկել։ Դասերս on-line վերջացրեցի։ Տանում եմ նկարչության։ Շատ վատ եղանակ է։ Հազիվ եմ ինձ ստիպել տնից դուրս գալ, բայց դե Դավս ուզում էր գնալ, ես չէի ուզում երեխուն Սիրտը կոտրեի։ Ասանք։ Ջան, նեակուրատնը աշճաններից։ Դու Դավը ինքնուրույն իրա մոլբերտը դրեց, ես իրա կիսատ նկարնա, ինչ ասես։ Ես ես կոտտել Ձգել ես, հա։ Դասը ավարտվեց ժողովուրդ ջան, Խորենն ու Արտաշեսը դուրս են եկել, բայց բերիս պիտի գնանք պատվիրածս գիրքնում էլի ինչ-որ մի բան էր հասել է, ինքն էլ երևի ունի պատվեր վերցնելու կամ չունի, չգիտեմ։ Դա սա կուրտկայով կսվում ես ամենատարբեր տեղը, արի, սես գնա, որ դա ենք գնում և այլ բերիս գնանք, մի հատ էլ երկու բան առնենք, մի արա տենց բաներ չի կարելի դավս, կանգնիր իմ տղա, եղանակը մի քիչ բացվել է, ինչ լավ առավոտից անձրև է։ Արդեն համարյա հասնում է վալբերից, խոյք ասեց չէ, անմենակ քոնի համար չպիտի գնալ, որտեղ ասեցի էլ մի եկեք, ես ու դավը, ստոպ, փողոց ատեղ, պապան կգա։ Խոսքով ինքն էլ է գալի վալբերից, միասին գնալ։ Վաղ, սիրում ակի։ Են համովին նարեք, թաթատվել է, պաչում է, սիրում է։ Ես նստել վերջում թողել։ Պապային կողմ կարաս գնաս։ Մենք մի փոքր գնումներ արեցինք, կատաղած Դավիթը։ Երկեսավ ներկա։ Պապան ավելի կատաղեց, որ That's չլսի։ Shafi's book. Ինչ է։ That's Shafi's book. Բեր։ Բարմեն է աշխատում Արտաշեսը։ Բերիսից մի երկու բան եմ վերցել, բալ դու գնվես դասի հետ, էլ չեմ կրկնում։ Մի հատ լթած անձեռոցիկ վերցրեց սեղանը մաքրի, նոր նստի հաց են կերել։ Ուրեմն մի երկու բան է հասել, ինձ ասեցի ցույց տամ, բայց այնքան եմ տխրել։ Ուրեմն մտանք Պոնչիկանոց, Պոնչիկ կերանք, հետո Դավը արագ ուզում էր իշտներ աշճանները։ Խորենը իր կոլան չհասցրեց փակի, ուզեցավ Դավին բռնի, այդ կոլան թափվեց ուղիղ գրքիս տոպրակի մեջ։
ու այս հատվածում տեսեք ճիշտ է թաց անձեռոցիկով մաքրեցինք, բայց կոլայի հետքեր մնացին, ոնց է տխրել, համարյա 20,000 արժի էս մի գիրքը, այդ թեզիս համար, որ ասում եմ, ես էլ եմ առել էլի թեզիս համար, սա ավելի մատչելի, 3000 մինչև, բանը, тревожное расстройство в общеврачебной практике, այս գիրքը, մի խոսքով, ասում լավ ինջերնում ագրքին էլնի, ժեշտին իտեղ, ու մեկ էլ պատվել է մարմնի գելի համար, ուրեմ ես մի հատ պատվել է ինձիմ գել, հա, ու մի հատ էլ սորական մարմնի գել, հիմա այս սորական գելը ինձիմ գելը դել չի հասել, ես մեկը պատվել եմ են հայտնի վիշնյայի դուխիկա եմ, մոռացել եմ ֆիրմայի անունը, բայց ինձ թվաց, որ Հայաստանից է եկել, որտեղ պատվելուց հաջորդ օրը արդեն զգա Գաց ու թե թափվել է, թե սա մեջ էլ է կոլա լծվել պոստը, մի գոպեք, սկուշան եմ, հլը, ինձ իրա բույժն է, հա կոլա է ես թումա լծվել, ինձ իրա բույժն է հետաքրքրում, կստատի են ձերքի կրեմը, որ վերցել եմ, գոհ եմ, իարկե ցանկալի կներ, հոտը մի քիչ էլ երկար մնար, բայց ոբշի լավն է, հա, վիշնյայի հոտը, չհավանեց, ինքս տենց սիրած, որ մոտիկից ես քաշում, ինքը պետք է մաշկի, в общем, վիշնյայի օծանելիքի հոտա, շատ լավն է, ես հավանեցի, տանեմ սիրում բոնկայիս մենն կամաց, ապուշ հոտես ասեմ, որդաշոս կոկույս տինի, լավն է նեզապաշտի, խոսքով շատ լավ, շատ հուզիչ մի նվեր եմ այսօր ստացել, էջանշանները այստեղ սիրուն սենց դրած էին, այս փակած էր, սա սիրուն մեջը դրած էր, ուղղակի ես հանել եմ, այսպիսի ֆլաշկի զակլատկի, այսպիսի գեղեցիկ էջանշաններ, այնքան հաճելի է, այս գրվածքը, որ կարդացի, իմ շատ սիրելիանն է, անգամ հիմա եմ նայում վլոգը և փաթեթավորում գիրքը, շնորհակալ եմ, որ տարիներ շարունակ եղել և մնում այսօրվաս անբաժանելի մասը, այնքան հուզիչ է, հեսա գիրքն էլ բացեմ նայենք իրար հետ, Ֆրեյդի գիրքն է ինձ նվեր ուղարկել, այսպես Ֆրեյդի Психология массы и анализ человеческого «я». Массы никогда не знали жажды истины, они требуют иллюзий, от которых они не могут отказаться. Այ հենց այս էջանշաններից մեկն էլ ամենաշատը սա եմ հավանել։ Այս էջանշանով կկարդամ այս գիրքը մեծ սիրով, հեսա թեզիս համար նախատեսած գրքերս կարդամ բրսնեմ ու անպայման այս գիրքը կարդալու եմ։ Այնքան շոյված եմ, չեք պատկերացնի։ Անչափ շնորհակալ եմ սիրելիս, անչափ։ Իմացի, որ լիքը դրական ու ջերմ հույզեր փոխանցեցիր ինձ քո այս նվերով։ Ապրես դու։